Բան իրականացում measurement operator անվանենք, բոլոր տեղերում մեզ պետք է եկել, նույնիսկ նախորդ դասը, որը քվանտային մուլտիբիտերի մասին էինք խոսում, մենք մինչև m-ը չենք անում, քյուբիտը չենք տեսնում։ Գեզենբերգյան անորոշությունը դառնում է որոշված եւ ինքը տեղը որոշում է 0 կամ 1 կլասիկա է դառնում։ Սա օպերատոր է չափմանը եւ արդեն Q շարփում մենք տեսել ենք, որ m-ի անվան տակ է։ Այն ոչ շրջելու օպերատոր է։ Գիտեք ինչ հետաքրքիր է, այսինքն եթե դուք քյուբիտը վերցրել եք եւ չափել եք, քյուբիտի այդ անորոշ վիճակ էլ կյանքում չեք ունենա։ Այսինքն չեք կարա հետ գաք նորից ասեք, այս քյուբիտը 5% հավանականություն էր, 1 էր թե 0։ Անհնար է, այսինքն միկրոաշխարհի այդ վիճակը մեզ տեսանելի չի։ Գուցե միլիոն տարի հետո մի ուրիշ տեխնոլոգիաներով կլինի, բայց այսօրվա դրությամբ միկրոաշխարհը մենք քանի որ միկրոաշխարհին դիտում ենք մի չափող սարքով, որը կոչվում է ենթադրենք ֆոտոններ, էլեկտրոմագնիսական ալիքներ, այդ ինստրումենտը, այդ գործիքը շատ անգամ մեծ է նանոմետրերով, քան այդ միկրոաշխարհը։ Ինչևից է մենք քվանտային մասում կամ քվանտայնացման տեխնոլոգիայում դա ասել ենք, շրջելի չէ։ Շատ լավ, ոչ շրջելի օպերատորը այն օպերատորն է, որը կիրառվում է Dupin-ը, եթե նույն օպերատորը նորից կրկնվի նույն արդյունքը քյուբիտը, ապա արդյունքը չեն վերադարձնի քյուբիտների, այսինքն նույն վիճակը չի լինի։ Մենք մոտ հավանականությունը այդպեսին է, ոչ շրջելի է։ Պարզ է, m-ը հրաման է, առանց չափման գոյություն չունի աշխարհ քվանտային մեխանիկայում, առավել եւս մենք չենք կարողանում, ուրեմն չենք կարող այդ քվանտային աշխարհում փորձել կրկնել կամ կատարել։ Ինչևից է։ Ուրեմն պայմանավորվել ենք, արդեն անցել ենք, որ քվանտային աշխարհը հավանականային է, հետաքրքիր է ինֆորմացիայի կորուստը պարտադիր է։ Այսինքն հենց այս տեսությունը, որ շրջելի չի, որ դուք չափեցիք, աշխարհը փոխվեց դառավ կլասիկ, ապա ինֆորմացիա կորցնում ենք։ Եթե այս մասով մի քիչ խորանանք, ուղղակի ֆանտազիայի ֆիզիկայի աշխարհից, Հոկինգը ասում էր, որ չորնի դրաներ, տենց ասենք, black hole-ի մեջ, ուրեմն ինֆորմացիան մակերեսին է պահում, եւ ինֆորմացիան չի կորում, դե որ ասենք աստղերա կուլ տալիս, մոլեկուլներից ինչ որ մատերիա կուլ տալիս, ինֆորմացիա չի կորչում։ Մեզ մոտ կորչում է ինֆորմացիան, ուրեմն եթե ֆիզիկայի տեսակետից գաղափարական ասենք, չորնի դերաները ուրեմն բանից պարզում է, իրանք քվանտային աշխարհում չեն, գուցե մեր չափորոշիչներով, կլասիկ աշխարհում են։ Դրա համար այնտեղ ինֆորմացիան, մաթեմատիկորեն, թե որ դա ապացուցել են, որ ինֆորմացիան չի կորում եւ դրա համար ինքը եւի մրցանակ է ստացել, քվանտային աշխարհում, կարճ ասած, մենք կորցնում ենք ինֆորմացիան, հենց չափում ենք, ինքը կորում է այդ կարգի գործողությունը։ Ինչևից է, ինֆորմացիայի կորուստը այսօրվա մատերիայի հետ մի տեսակի հետ կապված ուղերձներ տարանք։ Փորձենք ամպլիտուդի մասին խոսել։ Պարզ է, ուրեմն դա փաստ է եւ յուրաքանչյուր ուրեմն 5 բազիս 0 կամ 1 դա մեզ համար ամպլիտուդ է ստացվում եւ այդ ամպլիտուդը գնում է վիճակագրական տեսակետից է մեզ միայն թույլատրվում աշխատել։ Ինչ է ստացվում, որ մենք կարող ենք ինֆորմացիան հանել, կորուստ ենք ստանում, որովհետեւ երբ մի հատ որ անում ենք վիճակը կորում է, չէ՞։ Բայց մեզ մոտ հավանականային է։ Բա հետո, մենք ո՞նց անենք, որ մի քիչ շատ ունենանք։ Կորուստի դեմ պայքարելու համար կրկնել։ Կրկնությունը գիտության մայրն է։ Ոնց որ քվանտները դա վերցրել են ու քվանտային ինֆորմատիկան։ Այսինքն, եթե դու քվանտային սխեմա եք ստեղծել եւ ծրագիրը աշխատում է, մի անգամից չի տալիս պատասխան։ Այնտեղ քանակ կա 1000 անգամ, 10000 անգամ, միլիոն անգամ կապ չունի։ Կրկնելու դեպքում անցնելու ենք ինտերֆերենցիայի տեսակետ։ Լավ լուծումները բազմապատկվում են,
Վատ լուծումները մարում են, հենց հասնում է այդ սահմանին, որ էլ վատ լուծման հավանականությունը 10-ի ենթադրենք մինուս 15 աշճանա, որքան է, այդ հասնում է կլասիկային, լուծումը համարվում է ճիշտ։ Ինչևից է վիճակագրությունը հզոր տերմին է կլասիկ աշխարհում, շատ կրկնել արդյունքում այդ հավանականությունների մի մասը կմարեն, մյուս մասը կբազմապատկվի, խնդրի լուծումը կստացվի թույլատրելի սահմաններում։ Քվանտային մեխանիկայից գիտենք, ուրեմն ինֆորմացիան հասանելի չի, այսինքն դուք չեք կարող իր հետ աշխատել, մոտարապես քյուբիտները կոմպլեքս ապտիտուդներ են որոշում։ Ունենք ֆորմուլա, ենթադրենք ունենք սուպերդիրք եւ կոմպլեքս ապտիտուդների գումարը պետք է հավասար լինի 1-ի։ Մենք կոմպլեքս ապտիտուդների մասին ասել ենք, որ ամպլիտուդաներն են որոշում, նորմալիզացիան է որոշում, այդ ֆորմուլա, այս ֆորմուլա մին է այդ։ Սա ուղղակի մաթեմատիկներին հարգանք էր։ Գլխավոր չափումը չի կարող ապահովել կոմպլեքս ամպլիտուդի ինֆորմացիան, դրա մասին է խոսքը։ Եվ եկեք եզրակացություն անենք, այսինքն կոմպլեքս միասնական ամպլիտուդը, կոմպլեքս թվերներ հետ այդպիսի վերցնենք։ Հիմա ինչը չափումը գլխավորն է, դիտողի դերն է։ Եթե հիշում եք 20-ական թվականներին, մեծ կռիվներից հետո, Էյնշտեյնը հակառակվելուց հետո, Կոպենհագենյան տեխնոլոգիան ասեց, որ չափելը, դիտելը, նայել երկճեղքային, ասենք քվանտային համակարգին, լույսին, էլեկտրոնին, նայում ես ուրիշ տեսք ունի, չես նայում ուրիշ տեսք ունի, նայել չի, աչք չի, մեր սխեմաներում աչք եմ նկարել, աչք չի, դա ֆիզիկապես ազդել իրա վրա, լույսով ազդել, գրավիտացիայով ազդել, ասենք նեյտրինոներով ազդել, էլի կլինեն, որոնք մենք չգիտենք դաշտեր, որ ազդեն, այս ազդելը իրա համար կոչվում է չափել, այսինքն տեսնել, չափելը ազդում է իրա կողմնորոշման մնա։ Ինչևից է քվանտային մեխանիկայում հենց սա է եղել հիմքերի մեկը, որ ամեն ինչ տեղն ընկավ եւ հասկացվեց, որ դուք միաժամանակ չեք կարող եւ իմպուլս ունենալ եւ կոորդինատներ ունենալ էլեկտրոնի։ Դրանք մեկը մյուսի հետ գտնում են հակասության մեզ։ Ուրեմն սուպերպոզիցիոն դիրք է նշանակում, սա նշանակում է ոչ գիրա գցած վերև, 0 կամ վիճակները գտնվում են հավանականության տանք, հենց մեսուրմենտ եք անում որոշում եք, ապա ինքը կամ 0 է կամ 1, կարող է 5%-ով 0 լինի, 95%-ով 1, բայց կանգնացնեք էլի 0 կանգնի։ Ահա քվանտային չափամ ամենակարևոր հատկանիշը, որ սուպերպոզիցիան կկործանվի, դուք եթե չափում եք, դուք սուպերպոզիցիայի վերացնում եք, այսինքն հակադարձելի չի ստացվում, այսինքն շրջելի չի դարձնում։ Ինչևից է մենք այս աշխարհը մտնում ենք աչքի տեխնոլոգիայով, աչքով չտալով։ Measurement-ը ամենակարևոր գաղափարախոսությունն է եղել քվանտային մեխանիկայի հաղթանակի համար։ Չլիներ սա, չլիներ դիտողի վիճակը, չլիներ երկճեղքային համակարգերում մենք այդպիսի բան անցանք միասին։ Սենց երկու հատ ճեղք եմ դրել եւ լույսը գցում է, եթե աչքը նայում է, եթե չեք մոռացել, մի ուրիշ էֆեկտ է, լույս կամ էլեկտրոն, կապ չունի։ Եթե աչքը դիտողը, ստեղ երկու գիծա, 0 կամ 1, եթե աչքը չկա, ինտերֆերենցիա է, չխ-չխ-չխ կա, ասենց նու խոշորացած, այսինքն ստացվում է, որ ինտերֆերենցիան ուտև ալիք է դառնում, ինքը դեռ չի որոշված, ինքը ով է, մեր առումով ինքը առաջնային տեղ է նշանակում։ Շատ լավ, եւ փորձենք եւս մի անգամ կրկնել կամ վիճակը փլուզելու համար կամ արկատելու համար մտցնենք կոլապսի տեխնոլոգիան եւ ինֆորմացիայի կրկնության տեխնոլոգիան, այսինքն այլ խոսքով վիճակը չափելու կարողությունը նկատում է նրանում, տեսեք, որ ինֆորմացիան կորչում է, всё, հենց չափում եք ինֆորմացիան կորչում է, եկեք մի հատ էլ ասեմ, հենց չափում եք, այսինքն դիտում եք մեր կոպիտ սխեմայով, ինֆորմացիան կորչում է, ինքը կոլապս է լինում, մենք այդպիսի դասեր ունենք, եւ որևէ մի բազիսային վիճակի վրա կանգնում, 0 կամ 1, 0 կամ 1, սպին, էլեկտրոնիկ կամ վերևա կամ ներքև, վերջացավ դրանով։ Եթե մենք փորձենք չափել նույն քյուբիտը, որը նոր ենք չափել, ապա նույն արդյունքը դուք չեք կարող ստանալ եւ անշրջելությունը այստեղ երևում է։ Հիմա համակարգիչների տեսակետից եկնայինք։
Չափում ավելացած հետո արդյունքում ստացվում է դասական կլասիկա, այսինքն հենց լավ է որ մենք կլասիկ ծրագրավորողներս վերջին հաշվով մենք կլասիկ ձևով ենք կարողանում իրան տեսնել, դրա համար է աշխատում։ Եվ դասական համակարգիչները դա ստանում են, այսինքն մենք համակարգիչ ունենք, քվանտային համակարգիչը մեզ օգնական է, բարդ խնդիրները արագ հավանականային եւ այլն լուծում է, էլի կլասիկային է տալիս։ Այսինքն կլասիկ կոմպյուտերը երբեք տեղը չի զիջի, իր տեղը միշտ կունենա։ Ուրեմն եւս մի անգամ դիտողի ուշադրությունը այստեղ իմ լեկցիայում տված է, չափման գործողությունը բլոկի սրի վրա պատկերում է որպես վեկտորի պրոյեկցում առանցքների որևէ առանցքի վրա։ Բլոկի եթե դուք նայեք, ինքը պրոյեկցիա է ցույց տալի։ Եթե չափում ենք z առանցքի վրա, ապա վեկտորը պրոյեկցում է կամ որպես հյուսիսային բևեռ, կամ որպես հարավային բևեռ։ Չմոռանանք, բլոկի սֆերայում հենց մեժորմենտը լինում է z-ն է բանի առաջնային դառնում։ Եվ այդ z-ի վրա կամ ինքը հյուսիսային բևեռ է գնում, պայմանավորվենք հյուսիսը դա 0-ն է եւ կամ հարավային է գնում, այսինքն չափելու դեպքում ինքը պրոյեկցվում է որևէ առանցքի շուրջ, մեր տարբերակում z առանցքի շուրջն է գալիս։ Ինչն է նշանակում նաեւ ավելացնենք, որ հավանականությունը կախված է թետա անկյունից, որքան թետան վեկտորը 0-ին, որքան մոտ է 0-ին, այնքան մեծ է զո ստանալու հավանականությունը։ Այ կոլապսումը, այսինքն եթե ես բարձրանամ, ունեմ այդպիսի սխեմա, բայց երևի շատ վերև է, եթե ես իմ բլոկի սեման, մի քիչ բարձրանամ, այս բլոկի սեմայում այս թետայի մասին է հիմա խոսքը գնում։ Այս թետայի համար ես կարող եմ հետևյալը ասել, որ այս թետան, տեսեք, այս թետան, որքան 0-ին է մոտենում, այսինքն թետան ինչ է, z առանցքից որքան է հեռու եւ ինքը գնում է բանա π-ը հասնում, ինչքան գիտեմ, π։ Այսինքն այսքան է նստում։ Այս մյուս պարամետրը բանա գալիս է ֆազային շրջումն է գալիս, այս ոնց է տառը, այս բանա կոչվում, փսիա ոնց է, այս փսին ֆազան է 0-ից 2 π-ը, չմոռանաք, 360 աստիճան է պատտվում։ Սա ուղղակի կրկնություն է։ Կրկնության առումով ցույց տամ։ Ուրեմն այս ֆազային շեղումը գալիս է այս փսի միջոցով 360 աստիճան, թետան 180 աստիճան է գալիս։ Այսինքն թետան π-ի սահմաններում է 0-ից π։ Հավանականությունը որտեղ ուզում եք սենց եղի, ուզում եք սենց, իր համար նշանակություն չունի, իր համար նշանակություն չունի։ Նշանակությունը հետևյալն է, որ եթե ինչքան է թետան բուջուրը փոքր է, այնքան 0-ի հավանականությունը մեծ է, որքան ինքը մեծա թետան այս անկյունը հասնում է այդտեղ, այնտեղ ինքը կոլապսվում է, կարճ ասած, 1-ի։